Փառք Հիսուսին։ Դու հիշում ես, մենք մի խոսք ենք սկսել հրաշքների մասին ու մենք շարունակելու ենք այդ խոսքը։ Անցած անգամ ես խոսեցի թմրության մասին, որ հրաշքը ունի թշնամիներ եւ թշնամիներից մեկն է դա թմրած սիրտը։ Այսօր նույնպես շարունակելու ենք խոսել հրաշքների մասին ու գիտես մեր սիրտը, մեր միտքը, մեր հայտնությունները խառնելու ենք, այսպես բարձրացնելու ենք, որ մեր հավատքը բարձրանա հրաշքի համար Հիսուսի անունով։ Մի սաղմոս կա, որ ուզում եմ քեզ համար կարդամ ու անցնեմ առաջ, այդ սաղմոսը պարզապես սրտումս բարձրացել է ներողություն։ Սաղմոս 96-ի 1-ից եմ ուզում կարդամ, միգուցե սլայդի ծառայությունը էդի չի ունենա, բայց ես կարդամ քեզ համար։ Տիրոջը նոր երգ երգեցեք, երգեցեք Տիրոջը ամեն երկիր։ Երգեցեք Տիրոջը, օրհնեցեք նրա անունը, քարոզեցեք օրեցօր նրա փրկությունը։ Պատմեցեք հեթանոսների մեջ նրա փառքը, ամեն ազգերի մեջ նրա հրաշքները։ Այնքան հրաշալի է։ Պատմեցեք նրա փառքը եւ նրա հրաշքները ամեն ազգերի մեջ։ Գիտես սրտումը դիր, այս փափագը ասա Տեր, ես քո հրաշքների մասին պիտի պատմեմ։ Այդ նշանակում է դու պիտի հրաշքներով լցված լինես, պիտի հրաշքները վայելես, հրաշքների մեջ շարժվես ու հրաշքների մասին պատմես, Տիրոջ հրաշքների մասին պատմես։ Հիմա որովհետև Տերը մեծ է եւ շատ օրհնված, ահավոր է նա ամեն աստվածների վրա, ու այդ աստվածները փոքրատառով է գրած, որտեղ նրանք չաստվածներ են, իսկ մեր Տերը զորավոր է ու տիրում է ամեն այդ փոքրատառով այդ չաստվածների վրա։ Որովհետև ազգերի բոլոր աստվածները կուրքեր են, բայց Տերն արավ երկինքը, հալելույա մեր Աստծուն։ Փառք եւ մեծություն կա նրա առաջին, զորություն եւ գեղեցկություն նրա սրբության մեջ։ Տվեք Տիրոջը, ով ազգերի ցեղեր, տվեք Տիրոջը փառք եւ զորություն, տվեք Տիրոջը նրա անունի փառքը, ընծաբերեք եւ մտեք նրա սրահները գոհությունով։ Շնորհակալ ենք մեր Տիրոջը։ Սիրելիս, դիր սրտիդ մեջ, դիր հոգուդ մեջ, որ դու պիտի շարժվես հրաշքների մեջ, ու Տիրոջ հրաշքները պիտի պատմես ազգերի մեջ, ամեն ժողովուրդների մեջ։ Ամեն սիրելիս, փառք Հիսուսին։ Գիտես, այսօրվա քարոզը վերնագրել եմ այսպես. քո հրաշքի թշնամին տրամաբանությունն է։ Քո հրաշքի թշնամին տրամաբանությունն է։ Այսօր փորձելու ենք տրամաբանության հարցերը լուծենք։ Այսօր փորձելու ենք տրամաբանությունը դեն դնենք։ Ես անցած անգամ էլ ասեցի, այսօր էլ կասեմ, սիրելիս, ես չեմ խոսում այն տրամաբանության մասին, որը եթե դու մասնագետ ես, բժիշկ ես, ուսուցիչ ես, աշխատում ես, բիզնեսի մեջ ես եւ ունես գիտություն, ունես կրթություն, քո դպրոցում, քո բժշկության մեջ պետք է օգտագործես այդ բաղադրությունները, դա նորմալ է, այդտեղ քո տրամաբանությունը պետք է։ Ես չեմ խոսում, որ քրիստոնյան Ապես տրամաբանական էակ չի, չէ սիրելիս, մենք շատ լավ էլ ընդունում ենք տրամաբանությունը, մենք շարժվում ենք, մենք օգտագործում ենք ու զարգացնում ենք մեր տրամաբանությունը, բայց մենք խոսում ենք հրաշքի մասին։ Հրաշքի մասին, որ հրաշքը եւ տրամաբանությունը մեր մարդկային իրար հետ չեն կարող քայլել։ Տրամաբանությունը խանգարելու է հրաշքին, դրա համար եթե հարցը գալիս է հրաշքին, տրամաբանությունը պետք է լռի եւ Աստծո հրաշքը սկսի առաջ շարժվել Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Տրամաբանությունը գտնվում է այս աշխարհի բնական օրենքների սահմաններում։ Տրամաբանությունը այդ օրենքների սահմաններից չէ, կարա դուրս գա։ Մենք այդպես ծնվել ենք, այդպես մեծացել ենք, այդպես կրթվել ենք, այդ դաստիարակությունն ունենք, այդ կրթությունն ունենք։ Մեր մասնագիտությունը, մեր կրթությունը մեզ սովորացրել ու ցույց է տվել տրամաբանություն այս աշխարհի օրենքների սահմանները սիրելիս։ Հրաշքը գտնվում է հոգևոր օրենքների սահմաններում։ Հրաշքը հոգևոր օրենքների մեջ է։ Ու երբ որ մենք նայում ենք հրաշքի եւ այս աշխարհի օրենքները, դրանք իրար հետ չեն խոսում։ Դրանք իրար կհակասեն, եթե մենք սկսենք իրար մեկը մյուսով փորձենք հասկանանք, դա չի հասկացում սիրելիս, եւ մենք այսօր կնայենք Աստվածաշնչով։ Գիտես, առաջին տեղը, որ ուզում եմ քեզ համար կարդամ, ես շատ եմ սիրում այս տեղը, իմ կյանքում ինքը շատ, գիտես, այնպես հիմքային հայտնություններից է, Հռոմեացիս 4:17-ից եմ ուզում կարդամ Աբրահամի կյանքից։ Ինչպես որ էլ գրված է, թե շատ ազգերի հայր արի քեզ, Աստծո առաջին, որին հավատաց, որ մեռելներին կենդանի է անում եւ չլինող բաները լինողի պես կանչում է։
Հալելույա մեր Տիրոջը, փառք մեր ամենակարող Աստծուն։ Գիտես մի հարց եմ ուզում տամ, կա մարդ, որ այսօր առաջի անգամ է։ Եթե առաջի անգամ ես կխնդրեմ ձեր բարձրացնես, մենք օրհնենք Տերը օրհնի, ողջունում ենք ձեզ, եկեք ծափարենք։ Գիտեք, ուզում եմ ձեզ մի բան ասեմ, երբ որ եկեղեցում հաճախ օգտագործում ենք հալելույա բառը, հալելույա մենք հայերով լավ կհասկանանք, սա նշանակում է հալալ լինի Յահին, հալալ լինի մեր Աստծուն։ Հասցրեներ, դրա համար երբ որ հաճախ օգտագործում ենք հալելույա բառը, ու իմացի, որ մենք փառաբանում ենք, մենք մեծարանք ենք բարձրացնում մեր Աստծուն։ Ամեն սիրելիս, իսկ ամեն նշանակում է թող լինի այդպես, երբ որ քարոզի մեջ ինչ որ մի բան լսում ես ու սրտիդ կպնում է, դու դրա հետ համաձայն ես, դու ասում ես ամեն։ Հասրելիս, փառք Հիսուսին, ուզում եմ շարունակեմ, ինչպես որ էլ գրված է, թե շատ ազգերի հայր արի քեզ, Աստծո առաջին, որին հավատաց, որ մեռելներին կենդանի է անում եւ չլինող բաները լինողի պես կանչում է։ Սերիս, այստեղից հրաշքը սկսում է, այստեղից հրաշքի բանալին հրաշքի բանաձևերը սկսում են միանալ, չլինող բաները լինողի պես է կանչում։ Հալելույա մեր Տիրոջը, որ առանց հույսով հավատաց, թե շատ ազգերի հայր կլինի, ինչպես ասվեցավ, թե այնպես պիտի լինի քո զավակին, եւ չտկարացավ հավատքով, այնքան հրաշալիա, այսինքն մտիկ չարավ իր մարմնին, որ արդեն մեռած էր, ինքը իբրև 100-ամյա լինելով եւ ոչ էլ Սարայի արգանդի մեռած լինելուն, այլ Աստծո խոստմունքի համար չերկմտեց անհավատությունով, այլ զորացավ հավատքով եւ Աստծուն փառք տվավ եւ իր մտքում համոզված էր, թե նա որ խոստացավ կարող է եւ անել։ Գիտես, Աբրահամի կյանքը մենք գիտենք 100-ամյա լինելով, կինն է 90-ամյա լինելով, մենք Աստվածաշունչը գիտենք, Աստվածաշնչյան ճշմարտությանը հավատում ենք եւ խոսքն ասում է, որ նրանք այդ մեծ հասակում երեխա ունեցան, որը գիտենք, մեր տրամաբանության մեջ գիտենք, որ դա անհնար է, բժշկության բոլոր օրենքների համաձայն մենք գիտենք, որ դա անհնար է, բայց հրաշքը այդ բոլոր օրենքներին հաշվի չի առնում սիրելիս։ Ու տես ինչ է ասում Աբրահամի համար, որը մեզ համար բանալի է, այսօր քո հրաշքը դիր քո սրտի մեջ, այսօր այն կարիքը, այն խնդիրը, որ ունես քո սրտի մեջ, մենք այդ հրաշքի մասին ենք խոսում, ոնց դրա հետ վարվենք, ասում է չլինող բաները լինողի պես սկսեց կանչել։ Դու հիշում ես Աբրահամի առաջի անունը ոնց էր։ Աբրահամ։ Աստված եկավ Աբրահամին ու ասեց Աբրահամ, այսօրվանից ես քո անունը փոխում եմ եւ սարքում եմ Աբրահամ։ Եվ եբրայերեն թարգմանության մեջ, երբ որ այդ անունը, այդ տառը ավելանում է, դա կոչվում է ազգերի հայր։ Մեկ ուրիշ խոսքերով ասած, Աստված եկավ եւ Աբրահամի վրա, գիտես, բերեց այդ հրճակումը, բերեց այդ դավանանքը, բերեց այդ խոսքը, այսօրվանից հետո դու կլսես ու կխոսես, որ դու ազգերի հայր ես։ Գիտես, պատկերացնում ես աղոթքի սենյակից Աբրահամը դուրս է գալիս, մինչև այդ ինքն էլ բավական անունով, բավական հարուստ, պատվավոր մեկն էր, զորք ուներ, բանակ ուներ։ Աստվածաշունչն է ասում, որ անգամ գնում է բանակներ, թշնամու թագավորություններ է հաղթում, 300 հոգանոց բանակ ուներ, սելիս, դու պատկերացնում ես այս մեծ առաջնորդը աղոթքի սենյակից դուրս է գալիս, իր օգնականներն են, իր հրամանատարներն են, տեսնում են Աբրահամը փայլուն դեմքով դուրս է գալիս։ Նայում են Աբրահամին, տենաս ինչ ա եղել մեր շեֆի հետ, տենաս ինչ ա եղել մեր առաջնորդի հետ, մեր տնօրենի հետ, չգիտեմ ոնց են դիմում։ Ու գիտես, մեկ էլ Աբրահամը գալիս է ասում, տղեկ, լսեք ուրեմն ինչ եմ ասում։ Մինչև այդ իմ անունը Աբրահամ էր, այսօրվանից հետո ինձ Աբրահամ եք ասելու։ Պատկերացնում ես այդ տղեկին, այդ օգնականներին։ Գիտես, կարող է ամոթից իր մոտ չեն ծիծաղել։ Բայց հետո մտածել են, ասեն մեր շեֆը երևի գժվել է արդեն։ Այնքան երեխա ուզեց չունեցավ, երեխա ուզեց չունեցավ, հիմա արդեն անունը դրել է ազգերի հայր։ Չգիտեմ, իրար հետ քչփչացել են, թե ոնց էսի իմ ֆանտազիան է։ Բայց գիտես, զարմացել են հաստատ, էս ինչ եղավ էս մեր առաջնորդի հետ, ոնց Աբրահամ։ Երեխա չունի, ինչ Աբրահամ։ Բայց պետք է հնազանդվեն։ Ասելա պետք է անեն։ Գիտես, ու սկսում են ասել Աբրահամ, մոտենում են Աբրահամ, գիտես, այս բանը պիտի անենք, Աբրահամ, գիտես, ուխտերը ստեղ, Աբրահամ, գիտես, ջրհորը ստեղ, Աբրահամ, գիտես, սառանես, Աբրահամ, գիտես, այն, ու ինքը լսում է,
լսում է, գրես ինքը հա իր ականջների մեջ ազգերի հայր, ու իր ներսում ծնվում է, իր ներսում բարձրանում է։ Սիրելիս, դու մի մտածի, որ Աբրահամի համար շատ հեշտ է եղել։ Հա, տենց մի անգամից էլի, հա, դե կնիկս կհղիանա, ես էլ չէ, սիրելիս, ինքը հաղթահարել է ամեն կասկածի մտքերը։ Ինքը կռիվ է տվել ամեն տեսակ սատանայի մտքերի հետ։ Սատանան էլ, սիրելիս, ոնց որ հիմա է գործում, իր ձեռագիրը չի փոխվել, նույն ձևն այն ժամանակա կեղտոտ ձևերով մտքեր է բերել սա Աբրահամի վրա։ Ոնց որ Եվայի վրա եկավ ասեց, իրոք Աստված ասեց։ Ոնց որ մյուսին, այդ տենց էլ Աբրահամի վրա է եկել։ Իրոք, ես ինչ ծիծաղելու բան եմ, ինչ ազգերի հայր, բա չէ։ Բայց գիտես, Աբրահամը շարունակում էր, ու այստեղ հենց բանալի խոսք է գրված, ասում է, որ առանց հույսով հավատած, թե շատ ազգերի հայր կլինի, ինչպես ասվեցավ, թե այնպես պիտի լինի քո զավակը, եւ չտկարացավ հավատքով։ Ուզում ենք չտկարանալ հավատքով, այնքան ուժեղ է, ոնց անենք Հովի ջան, չտկարանանք հավատքով։ Խոսքը պարզ ասում է, եւ չտկարացավ հավատքով, այսինքն մտիկ չարավ իր մարմնին, որ արդեն մեռած էր։ Էս էլ բանալին, ոնց չտկարանանք հավատքով։ Այսինքն մտիկ չանենք ինչ է տալիս մեզ աշխարհը, մտիկ չանենք ինչ է տալիս մեզ տրամաբանությունը, մտիկ չանենք ինչ են ասում բժիշկները, մտիկ չանենք ինչ է ասում այսօրվա տնտեսությունը, մտիկ չանենք ինչ է ասում այսօրվա բիզնեսը, մտիկ չանենք դրան։ Բայց երբ որ մենք շարունակ մեր աչքերը պահում ենք, շարունակ մեր ականջները պահում ենք, ինչ են ասում, սերիս, այտենց քո հավատքը չի սնվում, այտենց մեր հավատքը չի զորանում։ Աստվածաշունչն ասում է, Աբրահամը մտիկ չարեց իր մարմնի մեռած լինելուն եւ ոչ էլ կնոջը, այլ ասում է Աստծո խոստմունքի համար չերկմտեց անհավատությունով, այլ զորացավ հավատքով եւ Աստծուն փառք տվեց։ Գրես ինքը շարունակ, ինչքան էլ դժվար, բայց շարունակ կրկնում էր Աստծո խոստմունքը իր ներսում։ Շարունակ կրկնում էր Աստծո խոստմունքը իր ներսում, կրկնում էր ու կրկնում, ասում է չերկմտեց խոստմունքի վրա։ Սա նշանակում է ինքը անընդհատ դրա վրա էր կանգնում, որքան անգամ կասկածը բարձրանում էր, որքան անգամ ինքը նայում էր իր մարմնին, նայում էր Սառային, բայց միևնույնն է ինքը խոստմունքին էր նորից հետ դառնում ու խոստմունքն էր նորից կրկնում։ Տերն ասել է, ուրեմ կլինի, Տերն ասել է, ուրեմ կլինի, Տերն ասել է, ուրեմ կլինի։ Սերիս մի մտածի, որ հարցակում չի եղել, հարցակում եղել է ու շատ է եղել։ 100 տարեկան տղամարդ, որ պիտի երեխա ունենա, 90 տարեկան կին, որ պետք է երեխա ունենա, գրես ինչքան մտքեր, ինչքան հարցակումներ, բայց դա հրաշք է։ Ու ասում է եւ մտիկ չարեց, այսինքն չտկարացավ, այլ զորացավ ոնց փառք տալով Աստծուն։ Եվ Աստծո խոստմունքի համար չերկմտեց անհավատությունով, այլ զորացավ հավատքով եւ Աստծուն փառք տվավ, իր մտքում համոզված էր։ Սիրելիս, սա առաջի անգամից չի եղել, Աբրահամը սրան եկե հարսել է։ Իր մտքում համոզված մակարդակին Աբրահամն եկել հասել է։ Գիտես ինչի, ես քո համար ամբողջ պատմությունը չեմ կարդա, հետո ծննդոց գրքում դու կկարդաս, գիտես հիշում ես, երբ որ Աստված գալիս է Սառային ասում է, որ պիտի երեխա ունենաս, հիշում ես, որ ծիծաղեց։ Իսկ նկատել ես, որ Աբրահամն էլ է ծիծաղում։ Գիտես, որտեվ զարմանալի էր, սկզբում, ոնց կարա դա լինի։ Ասում է, եւ իր մտքում համոզված էր, Աբրահամը եկավ, հասավ այս մակարդակին, սիրելիս։ Եվ ես ուզում եմ այսօր քեզ ասեմ, Աստվածաշունչը մեզ ասում է, որ մենք հավատքի նույն հոգով ենք լցված։ Այն հոգին, որ Պողոսի մեջ էր, այն հոգին, որ Պետրոսի մեջ էր, այն հոգին, որ Հիսուսի մեջ էր, այն հոգին, որով առաքյալները շարժում են, այդ նույն Սուրբ հոգով մենք ենք շարժվում, սիրելիս։ Աբրահամը եկավ այդ մակարդակին եւ իր մտքում համոզված էր, թե նա որ խոստացավ, կարող է եւ անել։
Գիտես, այսօր երկու հերոս էլ վերցրել եմ ինձ ու քեզ համար։ Այնքան եմ սիրում այս պատմությունը, սրա հետ կապված իրականում եւ ծիծաղելի էր եւ իմ աղոթքն էր շատ հետաքրքիր Աստծո առաջ, շատ տարիներ առաջ էր։ Ղուկաս ավետարան առաջին գլուխ 13-րդ խոսքում դու հիշում ես Հովանես Մկրտչի ծնունդը, Հովանես Մկրտչի հայրը եւ մայրը։ Երբ որ Զաքարյան գիտես իր աղոթքի օրն էր, տաճարում իր հերթն էր հասել, պետք է ինքը աղոթք աներ, եւ Տիրոջ հրեշտակը երևեցավ նրան կանգնած խնկի սեղանի աջ կողմին։ Գիտես անձը պատրաստել էր, մեծ պատիվ էր։ Այդ ժամանակ ինքը պետքա ժողովրդին ծառայեր։ Ու առանձնացած աղոթքի սենյակում խնկարկության ժամանակ մեկ էլ հրեշտակ է գալիս, ինչ հրաշալի է, չէ։ Եվ Զաքարյան տեսնելով շփոթվեցավ եւ վախ ընկավ նրա վրա։ Եվ հրեշտակն ասեց՝ մի վախենա Զաքարյա, որովհետեւ քո աղոթքը լսվեցավ եւ քո կին Եղիսաբեթը մի որդի կծնի քեզ եւ նրա անունը Հովանես կդնես։ Ես հենց մի պահ արի պատկերացնենք, ես կամ դու աղոթքի սենյակում ես, քեզ համար մտել ես տուն, տնեցքին ասել ես ինձ չխանգարեք, մտել ես տուն, աղոթում ես ու աղոթքից սենյակի մեջ հրեշտակ է գալիս։ Վաու, ինչ հրաշալի է, չէ։ Ու գիտես առաջին բանը, որ հրեշտակն ասում է, աղոթքդ լսվել է։ Վաու, Տեր իմ Աստված, գիտես երևի սենյակի մեջ վազես, թռվռաս, երկինք ելնես, իջնես քանի անգամ հրեշտակն եկել է ու ասում է աղոթքդ լսվել է։ Այնքան հրաշալի է, հրեշտակն ասեց նրան՝ մի վախեցի Զաքարյա, որովհետև քո աղոթքը լսվեց եւ քո կին Եղիսաբեթը մի որդի կծնի, քեզ եւ նրա անունը Հովանես կդնես։ Եվ Զաքարյան ասեց հրեշտակին. Ես ինչով ճանաչեմ այդ, որովհետև ես ծեր եմ եւ իմ կինն իր օրերը անց է կացրել։ Գիտես Աբրահամի ու Սարայի նման է։ Ինքն էլ է ծեր, են էլ էր ծեր։ Իր կինն էլ է ծեր, Սարան էլ էր ծեր։ Ասում ես սա ինչով կիմանամ, սա ոնց կլինի։ Ծեր եմ եւ իմ կինն էլ իր օրերը անց է կացրել։ Եվ հրեշտակը պատասխանեց եւ ասեց նրան. Ես Գաբրիելն եմ, որ Աստծո առաջին կանգնում եմ եւ ուղարկվեցա քեզ հետ խոսելու եւ այս բաները քեզ ավետիք տալու եւ ահա համր կլինես եւ չես կարենա խոսել մինչեւ այն օրը, որ այս բաները կլինի։ Գրես առաջին բանը, երբ որ ես սկսեցի սրա մասին մտածել, եթե սուտ չասեմ, մոտավորապես 20 տարի առաջ էր, մոտ 18 տարի առաջ։ Ես հիշում եմ այդ օրը։ Ասում Տեր իմ Աստված, լավ ինչի։ Մեղք չէր, հարց տվեց էլի։ Գիտես ինչի, որովհետև քիչ հետո, մի քանի խոսք հետո, մենք նույն ձևի հարցի ենք հանդիպում։ Մայրամին, 26-րդ խոսքում ասում է, եւ 6-րդ ամսում Գաբրիել հրեշտակը, նույն հրեշտակն է, բան չի փոխվել, հրեշտակը նույնն է։ Աստվածանից ուղարկվեցավ Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր մի մարդի, որի անունը Հովսեփ էր։ Դավթի տանից եւ այն կույսի անունը Մայրամ էր։ Եվ հրեշտակը նրա մոտ գալով ասեց. «Ողջույն քեզ, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ, օրհնյալ ես դու կանանց մեջ»։ Էլի հրաշալի մի տեսարան։ Պատկերացնում ես, չէ՞, աղոթքի մեջ։ Ու մեկ էլ հրեշտակը գալիս է։ Առաջին խոսքերը ողջույն քեզ, շնորհընկալ, Աստծո շնորհքը անկելա վրետ։ Հալելույա մեր Տիրոջը։ Ասում եւ հրեշտակը նրա մոտ եւ հրեշտակը նրա մոտ գալով ասեց. «Ողջույն քեզ, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ, օրհնած դու կանանց մեջ»։ Եվ նա նրան տեսնելով շփոթվեցավ, նույն ձև ոնց որ Զաքարյան։ Նրան խոսքի համար եւ իր մտքում մտածում էր, թե ինչ բան պիտի լինի այս ողջույնը, եւ հրեշտակը նրան ասեց. «Մի վախեցիր, նորից նույն ձև է»։ Ոնց որ նույն պատկերը կրկնվում է։ Մայրամ, մի վախեցիր Մայրամ, որովհետև Աստվածանից շնորհ գտար, եւ ահա կհղիանաս, եւ որդի կծնես, եւ նրա անունը Հիսուս կդնես։ Այն մի տարբերակում ասում է կինդ կհղիանա։ Կինը շատ ծեր է։ Այս մի տարբերակում ամուսին չունի, ինքն էլ կույս է, բայց կհղիանաս։ Գիտես, ու Մայրամը հարց է տալ եւ Մայրամը ասեց հրեշտակին. «Սա ինչպես կլինի, ըստ որում ես այն գիտեմ, ամուսին չունեմ»։
Այն մեկն ասում է, սա ինչպես կլինի։ Ես մեծ եմ, կնիկս մեծ է։ Այս մեկն էլ ասում է, այդ ինչպես կլինի, ես մարդ չունեմ։ Նման է իրար, գիտես։ Նման է, երկուսն էլ տրամաբանում են, երկուսն էլ սովորական աշխարհի կենսաբանական օրենքների, մարդու օրենքների համաձայն տրամաբանում են։ Զաքարյանն էլ է ճիշտ, Մարիամն էլ է ճիշտ։ Երկուսն էլ իրենց տրամաբանությամբ ճիշտ են, բայց այստեղ կա մի հատ բայց։ Հրեշտակը պատասխանեց եւ ասեց նրան. Համր կլինես։ Չէ։ Չասեց այդպես բան։ Ասեց Սուրբ Հոգին կգա քո վրա։ Ու ես այստեղը կարդաց ասեցի, ինչի Տեր։ Այն խեղ Զաքարիայի բերանը տվիր փակիր, Մարիամին պատասխանեցիր։ Կարող է ծանոթի հարց կա Հիսուսի մայրն է դրա համար։ Գիտես կա շատ հետաքրքիր, ես ուզում այսօր սա ես ու դու բռնենք։ Ես այս երկուսի համար գրել եմ մի հատ միտք։ Զաքարիայի հարցը, էսի դիր սրտումդ խնդրում եմ, Զաքարիայի հարցը անհավատությունից էր, Մարիամի հարցը հետաքրքրությունից։ Էսի գրի քո մոտ։ Զաքարիայի հարցը անհավատությունից էր, ապացուցեմ, ասում է, տես հրեշտակն ինչ է ասում, ասում է, եւ ահա համր կլինես, եւ չես կարողանա խոսել, մինչեւ այն օրը, որ այս բաները կլինի, որովհետեւ չհավատացիր։ Տես հրեշտակը բացում է, Զաքարիայի ներսի եղածը բացում է, Զաքարիան պարզապես հարց չտվեց, Զաքարիայի հարցի մեջ կար անհավատություն, որովհետև չհավատացիր, դու ոչ թե պարզապես քեզ հետաքրքիր էր, ոնց է լինելու այդ, ես մեծ եմ, կինս մեծ է, քո հարցի մեջ անհավատություն էր, իսկ Մարիամի հարցի մեջ անհավատություն չկար, Մարիամի հարցի մեջ Աստծո գործերը ճանաչելու հետաքրքրության հարց էր, Տեր այդ ոնց ես անելու, այդ ինչ հետաքրքիր է, Տեր դու ամենակարող ես, ցույց կտաս այդ ոնց է լինելու, Սուրբ Հոգին կգա քո վրա, Աստծո զորությունը կիջնի քո վրա, ու շարունակում ասում է, տես ասում է, եւ ահա քո հրեշտակը պատասխանեց եւ ասեց նրան, Սուրբ Հոգին կգա քեզ վրա, եւ բարձրալի զորությունը քեզ վրա կհովանե, վասն որ եւ այն ծնված Սուրբն էլ Աստծո որդի կկոչվի, հրեշտակը հրաշքի բանաձևն է բացատրում, Սուրբ Հոգին քո վրա պիտի գա, հրաշքի համար Սուրբ Հոգին քո վրա պիտի գա, նայ կողքինիդ ասա, հրաշք ես ուզում, հիմա էլ ասա, Սուրբ Հոգին պիտի գա քո վրա, հրաշքի համար Սուրբ Հոգին պիտի գա քո վրա, հրաշքի համար Սուրբ Հոգին պիտի գա քո վրա, գիտես Մարիամի պատասխանը ինձ հիացնում է, գիտես Մարիամի պատասխանը այդքան էլ հեշտ պատասխան չի, այդքան էլ հեշտ չի, երիտասարդ աղջիկ, արդյոք այն ժամանակների համեմատած պատանի աղջիկ, առանց ամուսին պիտի հղիանա, ու վերջում ասում է, թող քո կամքը լինի, թող Տիրոջ կամքը լինի, Տիրոջ աղախինն եմ, դու պատկերացնում ես Մարիամը ինչի տակ ստորագրեց, ինչ խայտառակության տակ ստորագրեց, բոլոր կողմերից խոսելու էին, բոլորը չէին ասելու, գիտեք, Սուրբ Հոգին է եկել Մարիամի վրա, չէ սիրելիս, Մարիամի վրա անուն էր կպել անբարոյականի, բայց Մարիամը սրա տակ ստորագրեց, գիտես ինչի, հիշում ես Հիսուս Քրիստոսը, երբ որ արդեն ծառայության մեջ էր, երբ որ փարիսեցիների ու քահանաների հետ վեճ ունեցավ, հիշում ես Հիսուսին մի անգամ այսպիսի արտահայտություն են անում, ասում են, մենք պոռնկությունից չենք ծնվել, մեկ ուրիշ խոսքերով ասած, Հիսուսի երեսին բան էին շպրտում, մենք գիտենք քո ծնունդը, դու պատկերացնում ես, Մարիամը ինչ է քաշել, հրաշք է, բայց ինչով է անցել, դու պատկերացնում ես պատանի աղջիկ, երիտասարդ աղջիկ, նշանած ունի, նշանածին պիտի համոզի, գիտես ոչ մեկի հետ չեմ պարկել, ճիշտ եմ ասում, այ աղջի ոնց, չէ ճիշտ եմ ասում, Սուրբ Հոգին է եկել, տրամաբանությունը խանգարելույա,
Հրաշքի համար տրամաբանությունը խանգարելու է։ Քաղցկեղով հիվանդը առանց քիմիայի, առանց բան, ոնց։ Պարտքերը հրաշքով, ոնց։ Երեք Մոսկվայում այնքան հրաշալի ծառայություն էր, մի հատ ուժեղ վկայություն լսեցի։ Այնքան եմ սիրում տենց վկայությունները։ Շատ հավես վկայություններ։ Տրամաբանությունից դուրս, մտածելակերպից դուրս, Աստծո գործերը որտեղից ոնց գործում է։ Ասում մի եղբայր Հայաստանից գալիս է Ռուսաստան, մի ամբողջ տարի աշխատում է։ Պետքա գնա տուն, ամբողջ գումարով, տանը լիքը գործեր ունի, հոգսեր ունի, որ վաղուց սպասել է։ Սեզոնը փակվում է, գումարը հավաքում է, ընկերոջ տուն գնում, ով իրան պետքա օդանավակայան տանի, ամբողջ գումարը տարվա աշխատավարձը ծրարով մոտնա։ Ինքն էլ հավատացյալ, ուրախ փողը հավաքած պետք է գնա տուն, տան հոգսերը հոգալու։ Մեկ էլ Սուրբ Հոգին սրտի մեջ ասում է, այդ փողը պիտի օրհնես այս տան ընտանիքին։ Ոնց Աստված ջան, սաղ տարվա փողը, սաղ տարի կնիկը սպասե, երեխեքը սպասե, որ ես այս փողով գնամ 1000-ը մի ծախս բաքսի քաշենք, էսի անենք, այնի փոխենք, կուխնյան ռեմոնտ անենք, այն պատվալը փոխենք, այսքան բան ունենք անելու, ոնց։ Ասում է, այդ միտքը ինձ հանգիստ չէր տալիս։ Ինձ ուտում էր այդ միտքը։ Ես գիտեի, եթե չանեմ, անհնազանդ եմ ելնելու, բայց ես մտածում եի, Տեր, լավ, ես հավատացյալ եմ, ես քո համար ամեն ինչ պատրաստ եմ, բա կնգաս, ինչ ասեմ։ Ոնց գնամ ասեմ, տվեցի սաղ տարվա փողը տվեցի այդ ընտանիքին։ Ասում եմ, չեմ տվել։ Նստել ենք մեքենան, ինձ տանում են օդանավական, այդ միտքը ինձ ուտում է, այդ միտքը ինձ ուտում է, այդ միտքը ինձ ուտում է։ Ասում եմ, վերջը չդիմացա։ Ասում եմ, ինչ էլ ուզում լինի, ես չեմ կարող այս մտքով ապրեմ։ Ասում եմ, գումարը հանեցի, տվեցի։ Ասում եմ, այնքան ուրախ ասեց, հա, շատ շնորհակալություն, օրտված եմ։ Amma գոնե ասես, չէ, գոնե ասես։ Ու շատ հեշտ ընդունեց։ Նստել եմ ինքնաթիռ ու ամբողջ միտքը ինձ ուտում է, լավ, ինչ եմ ասելու տնեցքիս, տարվա փողը։ Ինքնաթիռն օդի մեջ է, մոտավորապես մի ժամ արդեն գնում են, հայտարարում են միկրոֆոնով, քահանա կա ինքնաթիռի մեջ։ Դե ինքը քահանա չի, եկեղեցու ծառայող է, բայց քահանա չի։ Երկրորդ անգամ հայտարարում են, քահանա կա ինքնաթիռի մեջ։ Ինքը ձեռքը բարձրացնում, ասում է, ես քահանա չեմ, բայց եկեղեցու սպասավոր եմ, ծառայող եմ։ Ասում է, հեսա գալիս եմ։ Գնում է, մտնում է լյոչիկի կաբինան, դուրս է գալիս, ասում է, եկեք։ Գնում է լյոչիկի մոտ, լյոչիկն ասում է, մենք չենք հայտարարում, որ ժողովուրդը պանիկա չընկնի։ Մի շարժիչը անջատվել է, մի շարժիչն էլ վատ վիճակում է, բոլոր դաչիկները խախտվել են։ Մենք շատ վտանգի մեջ ենք։ Ես գիտեմ, եթե քահանան աղոթի հրաշք կլինի։ Լյոչիկի խոսքերն է։ Ասում է, ես քահանա չեմ, բայց կաղոթեմ։ Գիտես ինչ աղոթում։ Ասում է, շատ կարճ աղոթք աղոթեցի։ Ասա Աստված ջան, դու ասիր եմ փողը տուր։ Ես տվեցի։ Ասում է, հիմա ես քեզ ասում եմ, այս մատորը սարքի։ Դու ասիր փողը տուր, ես տվեցի, ես քեզ ասում եմ, ինքնաթիռը սարքի, ասում եմ, աղոթքը, կարճ աղոթք եմ աղոթել, վարքյանական, շարժիչը միանում է, լյոչիկը գոռում է, միացավ, ասում եմ, ուրախանում ենք, փաթաթվում ենք, ես գնում եմ հանգիստ նստում եմ իմ տեղը, գնում եմ նստում եմ տեղս, Սուարդեսան գալիս ասում է, ձեզ կարելի է նեղություն տալ, բիզնես սրահից ձեզ կանչում են։ Այնքան եմ ուրախացել, երեք ցնծում է ես վկայությունից։ Ասում եմ, գնացի տեսնեմ, մի հատ ձյաձ կա, նստած է բիզնես սրահում, ասում ասես նստի, նստեցի կողքը, ասեց, լսե ասում եմ, ես գիտեմ, որ ընդ մի բան կատարվում էր, ու ես հասկացա, որ դու մտար մի բան արեցիր։ Ասում եմ, ես չեմ արել, Տերն արել, ասում եմ, հա դու ոնց ուզում ես ասա։ Ասում եմ, ես իմ սրտում դրել էի, այս հարցը որ լուծվի, ես պետք է այս փողը տամ։ Ու ասում եմ, հիշում ես ինքը ծրարով էր փողը տվել, ասում է ինձի պակետով փողը տալիս, ասում է եկել եմ նստել եմ տեղս, հաշվում եմ մի քանի անգամ ավել, քան ես օրհնել էի այդ ընտանիքին,
Սիրելիս, հրաշքը մեր տրամաբանությունից վեր է։ Հրաշքը մեր մտածելակերպից վեր է։ Մենք չենք կարող հրաշքը տեղավորենք մեր մտածելակերպի մեջ։ Եթե մենք սկսենք անհավատությունով հարցեր տանք, բա դա ո՞նց կլինի։ Ես անցած կիրակի ասեցի, լավ կլինի բերաններս փակվի։ Ավելի լավ է անհավատության խոսքեր չխոսենք, քան թե անհավատության խոսքերով լցնենք մեր շուրջը։ Հալելույա մեր Տիրոջը։ Սիրելիս, Մարկոս ավետարանում, ես որ խնդրեմ կարելի է սինթեզը թող ծառայի։ Մարկոս ավետարանում 9-րդ գլուխ 22-րդ խոսքը մեզ կասի. Հիսուսն էլ նրան ասեց. Եթե կարող ես հավատալ, ամեն բան կարելի է հավատացողին։ Հիսուսը չասեց, եթե կարող ես տրամաբանել, եթե քո տրամաբանության մեջ կտեղավորվի, եթե քո քիմիայի դասատուն կբացատրի, եթե քո ֆիզիկայի դասատուն կբացատրի, եթե քո բժշկական բոլոր օրենքները դա կբացատրեն, չէ, ասեց, եթե կարող ես հավատալ, ամեն բան հնարավոր է հավատացողին։ Դու հիշում ես Աբրահամը ոնց արեց հավատքի համար, մտիկ չարեց, այն ինչ որ աշխարհն էր ասում, մտիկ չարեց այն ինչ որ տնտեսությունն է ասում, մտիկ չարեց իր մարմնին, մտիկ չարեց իր կնոջը, մտիկ արեց Աստծո խոսքին։ Սիրելիս, մտիկ արա Աստծո խոսքին, մտիկ արա Աստծո խոսքին, մտիկ արա այն խոստմունքին, այն ինչ որ Աստված ասել է, ու դա կգա քո կյանք Հիսուսի անունով։ Տրամաբանությունը հարցնում է ինչպես, հավատքն ասում է Աստված կարող է։ Ես քեզ մի քանի այսպիսի աֆորիզմներ եմ բերել տարբեր հավատքի հերոսներից, տարբեր գրքերից ուղղակի ծաղկակաղ եմ արել։ Տրամաբանությունը նայում է մարդկային հնարավորությանը, հավատքը Աստծո հնարավորությանը։ Սելիս, բաց թող քո հնարավորությանը, էդի խանգարելու է հրաշքին։ Տրամաբանությունն ասում է, դա անհնար է, հավատքն ասում է, Աստծո համար ամեն բան հնարավոր է։ Տրամաբանությունը հիմնվում է տեսանելիի վրա, հավատքը հիմնվում է Աստծո խոսքի վրա։ Տրամաբանությունը նայում է խնդրի մեծությանը, հավատքը նայում է Աստծո մեծությանը։ Օ Հիսուս, շնորհակալ ենք։ Տրամաբանությունը տեսնում է փակ դռներ, հավատքը տեսնում է Աստծո բանալին։ Այնքան է դուրս գալիս։ Ինչքան ուզում է փակ դուռն լինի, հավատքը Աստծո բանալին ունի։ Տրամաբանությունը տեսնում է 5 հաց եւ 2 ձուկ, հավատքը տեսնում է հազարավորներին կերակրված։ Հա, սիրելիս։ Տրամաբանությունը պահանջում է ապացույց նախքան հրաշքը, հավատքը վստահում է Աստծուն ու տեսնում է հրաշքը։ Հալելույա մեր Տիրոջը։ Արի կանգնենք ոտքի։ Աստվածաշունչը շատ է լցված հրաշքի խոստմունքներով։ Աստվածաշունչը շատ է խոսում Աստծո հրաշագործության մասին։ Այս վերջերս, եթե չեմ սխալում, երևի Աստրախանում էր, մեր եղբայրներից մեկը մի հարց տվեց, ասեց, Հովիվ ջան, ասեց, մի բան, ինչի ավ, երբ որ նոր ենք եկել Աստծուն, այնքան հեշտ ենք ամեն ինչին հավատում, բայց մի քիչ անցնում է ժամանակ, սկսում ենք դժվարանալ։ Ասում է, ինչի է, երբ որ նոր ենք գալիս Աստծուն, անընդհատ հրաշք է լինում մեր կյանքում, անընդհատ, բայց մի քիչ ժամանակ անցնում է, ոնց որ այդ հրաշքները պակասում։ Ես նայեցի իրան ու ժպտացի, քանի որ այս ուղերձը սրտումս կար, անգամ իրան ասեցի, ասի գիտես մեր մոտ պիծերում ես սրա մասին խոսելու եմ, որովհետև երբ որ մի քիչ հոգևոր աճում ենք, մի քիչ ավելի շատ Աստծո խոսքի մեջ խորանում ենք, սատանան խորամանկաբար հետը սողոսկելով բերում է մեր տրամաբանությունը։
Այն ժամանակ, երբ որ միամիտ նոր ծնվել էինք հոգևոր աշխարհում, եկել էինք ամեն ինչին այնքան անկեղծորեն հավատում էինք, աղոթենք կլինի, աղոթենք կլինի, աղոթենք կլինի։ Հիմա արդեն լուրջ հոգևորներ ենք դարձել։ Ոնց կլինի։ Դա ինչպես է լինում եղբայր։ Դա երբ է լինում եղբայր։ Աստված հրաշագործ Աստված է։ Աստված գերբնականի Աստված է։ Մեր եղբայրներից մեկը մի ուժեղ խոսք էր ասում։ Ասում է Աստծո օծությունը ամենաուժեղ քիմիայից էլ ուժեղ է։ Դա ինչպես է լինում։ Ինքը արդեն քիմիաներ է ընդունում։ Թող Աստծո օծությունն ընդունի։ Թող Աստծո օծությունն ընդունի։ Հալելույա մեր Տիրոջ։ Շնորհակալ ենք Տեր։ Սաղմոս 9:1 Ես կգոհանամ քեզանից Տեր, իմ բոլոր սրտով կպատմեմ քո ամեն հրաշքները։ Սաղմոս 45 Շատ են քո հրաշքները, որ դու արիր, ով Տեր Աստված, եւ քո խորհուրդները մեզ վրա, եւ քո խորհուրդները մեզ վրա են, ոչ ով քեզ հավասար չէ, կպատմեի, խոսեի նրանց, բայց համարեցի շատ են։ Գրես Սաղմոս 2-ն ասում է քո հրաշքները այնքան շատ են, մա կպատմեի, կխոսեի, բայց ասում է որ իրար կողք դրեցի այնքան շատ են։ Քո հրաշքները շատ են։ Սաղմոս 72:18 Օրհնյալ է Տեր Աստված, Իսրայելի Աստվածը, որ մենակ նա է հրաշքներ անողը։ Որովհետև դու ես մեծ եւ հրաշք գործող, դու ես միակ Աստվածը։ Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք փառավոր Աստված, որ դու հրաշքներ ես անում մեր կյանքի մեջ։ Շնորհակալ ենք ամենակարող Տեր, որ դու տեսնում ես ամեն մեկիս կյանքը, որ դու գիտես ամեն մեկիս մտնելն ու դուրս գալը Տեր, դու գիտես ամեն մեկիս նստելն ու վեր կենալը, դու գիտես ամեն մեկիս ներսի սրտի խորհուրդները, դու գիտես ամեն մեկիս անցնելիք ճանապարհը։ Շնորհակալ ենք փառավոր Աստված, որ դու հրաշագործ Տեր ես մեր կյանքում, եւ դու ասել ես ամեն բան հնարավոր Աստծո համար, եւ ամեն բան հնարավոր է հավատացողի համար։ Տեր, հիմա քո առաջ բերած մեր ամեն մեկիս կյանքի կարիքները, մեր ամեն մեկիս կյանքում եղած խնդիրներ, դժվարությունները, թող հենց հիմա քո ներկայության մեջ Տեր, այդ ամեն դժվարությունները փոքրանան ու ոչնչանան, իսկ քո ներկայությունը մեծանա եւ զորանա մեր կյանքում։ Սիրելիս, հենց հիմա խոսում եմ քո կյանքի մեջ։ Եթե սատանան փորձել է Գողիաթի պես բերի, Գողիաթի պես մեծացնի դժվարությունը, մեծացնի խնդիրը, հիվանդությունը, այսօր պարզապես մի հատ փոքր քար, մի հատ փոքր հարված, եւ Տերը իր զորությունով կզարկի Հիսուսի անունով։ Օ Հիսուս, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք հենց հիմա հրաշագործ ներկայությանդ համար։ Շնորհակալ ենք Տեր, որ թագավորների սրտեր ես փոխում։ Շնորհակալ ենք Տեր, որ մարդկանց կյանքեր ու ճակատագրեր ես բժշկում, մարդկանց ճակատագրեր ես բարձրացնում, նորոգում ու մաքրում Տեր։ Շնորհակալ ենք Տեր, որ եթե ինչ-որ մեկի վրա սատանան փորձել էր անեծք բերեր, կախարդություն բերեր, դժբախտություն բերեր, քո հրաշքը դա ջնջում է, քո հրաշքը դա մաքրում է, եւ դու երկար տարիներ խոր ծերություն, օրհնված կյանք ես տալիս։ Շնորհակալ ենք Տեր, ամեն վախից, ամեն կասկածից, ամեն տառապանքից ազատող Աստված, շնորհակալ ենք։ Օ Հիսուս, մենք շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք փառավոր Տեր։ Շնորհակալ ենք փառավոր Տեր։ Խնդրում ենք Տեր այսօրվա խոսքի համաձայն, ոնց որ ցույց տվեցիր Տեր, հրաշքի համար քո ներկայությունը, հրաշքի համար Սուրբ Հոգին պետք է գա մեր վրա։ Մենք խնդրում ենք Տեր։ Մենք խնդրում ենք ուղղակի քո զարմանալի այցելությունը հիմա։